Բարի երեկո, 1991 թվական սեպտեմբեր 21, խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին, անկախությունը ընտրելով որպես երկրի կարգավիճակ և զարգացման ուղի։ 1991 թվական օգոստոս 23-ին ընթերցվեց անկախության հռչակագիրը և Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց սեպտեմբեր 21-ին անցկացնել հանրաքվե, խորհրդային միությունից դուրս գալու և անկախ պետություն հռչակելու մասին։ Խորհրդային Հայաստանի քաղաքացիների շուրջ 95%-ը այո ասաց անկախությանը։ Անցած տարիների ընթացքում շատ ենք խոսել այն մասին, թե ինչքան մեծ էր երազանքը, ցանկությունը ունենալ անկախ պետություն եւ այս տարիների ընթացքում մեղմ ասած ինչքան անփույթ ենք վարվել մենք մեր անկախության հետ։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ինչպես տեսնում եք, մենք այսօր աշխատում ենք արտագնա եւ տեսագրման ռեժիմում։ Ես այսօր զրուցելու մի մարդու հետ, ով կարելի ասել վավերագիրն է, լուսանկարիչ վավերագիրը Հայաստանի անկախ պատմության, վաստակավոր ժուրնալիստ Մարտին Շահբազյան։ Բարի երեկո։ Հիշում եք 91 թվական սեպտեմբեր 21, այսինքն օգոստոսի 23-ից սեպտեմբեր 23, մեր համար, սովորական մարդկանց համար այդ անկախությունը, այդ պատկերները պահպանվում են մեր մտապատկերի մեջ, ձերը առանձնահատուկ է, հա։ Ասեմ, գիտեք ինչն էր հետաքրքիր, որ այդ ժամանակաշրջանում ամբողջ աշխարհից եւ դիտորդներ էին գալիս ու բան էր, որ բոլորի հետաքրքրություն էր, որ իրոք այդ անկախությունը դիտորդների եւ արտասահմանյան դիտորդների հետաքրքրություն էր, որ ճիշտ ընտրությունները կատարվեր, մաքուր կատարվեր, որ խախտում մեջ կատարվեր, ու մենք մեր ուշադրությունը ավելի շատ դիտորդների վրա կատարվեցին։ Տենց ստացվեց, որ ավելի շատ դիտորդներ մենք ընտրությունների բան ենք անում, որպեսզի տեսնենք, որպեսզի այսքան դիտորդներ կան, որ ընտրությունները անցավ մաքուր եւ անկեղծ ճիշտ ընտրություններ կատարվեց եւ կատարվեց։ Հետաքրքիրն էր, որ այն ժամանակ բոլոր, եթե բանա անդամալույցա բանը մարդկանց բոլորին մոտ տարան խցիկները, որպեսզի խցիկները եւ ընտրությունները կատարելու, դրանք դիտորդներն էին, որոնք արդեն ընտրությունից հետո արդեն հաշվարկման ժամանակ էր, որը նայում էին բոլոր դիտորդների ուշադրությամբ է եղել, դիտորդները նայել են, արկղների դադարկումն է։ Հիշում եք Ֆրանսիայից, օրինակ Ֆրանսիայի այսօր էլ Ֆրանսիայի դեպուտատներից է ինքը, պարլամենտի պատգամավոր է եւ արդեն այն ժամանակ ով էր արդեն չգիտենք, բայց գիտենք որ Ֆրանսիայից եկած պարլամենտի երկար ժամանակա, որ ինքը միշտ որքան դրանից հետո ես եղել եմ Ֆրանսիայում, գնան ազգային ժողովում գնաց տեսել եմ։ Դա հետաքրքիր հաղթանակ եղավ Լեաննա, որը հետաքրքիր այն ժամանակ օպերայի հրապարակում արդեն տոնում էր հրավառություն բաներ ու այդպես կարողացան հետո բացացան հրապարակի վրա, ասա Armen Press-ից վերցված նկարներից էր այն ժամանակ արդեն անդադ, որտեղ ավելի շատ լուսանկարիչ Armen Press ուներ, կարողանանք ամենքս միտեղ գնալու լուսանկարելու համար ու բարձացան վերևի դրոշ արդեն անկախ եւ մեր Հայաստանի երագույն դրոշն են բարձրացնում։ Սեպտեմբեր 21 կամ 23, հա։ Սա երագույնի փոխում են, այստեղ էլ ինտրություններն է, այստեղ արդեն ման հրապարակում այդ ուրախությունն է, վերջում կանգնեցին հաղթանակի, ոնց որ ասած, այսօրվա ազգային նախագահականի կլոր սրահում է, որը ման էր արվում այդ պահերը։ Ես նայում եմ սև-սպիտակ են, հա, ես լուսանկարել։ Այն ժամանակ սև-սպիտակ պլյոնկայով էինք նկարում ու հետաքրքիրն նա էր, որ բան էր, դրանից հետո չունեինք, ավելի շուտ ունեինք, բայց մենք կոդակը չէինք կարողանում լվանալ։ Հետո լվացինք, այն ժամանակ դժվար էր կոդակը, նրանից հետո եկավ եւ Ելցին եկավ եւ Նազարբաևն եկավ Հայաստան, որպեսզի կարողանային արդեն հարցերը լուծեին Ադրբեջանի հետ բան վիճակում եւ եկան Երևան, Երևանից Ժելեզնավոց գնացինք Մութալիբովի հետ հանդիպումներ, իմիջիալոց չէին թողում նկարում, սա ռեշոտկեքի վրայից են բարձացել sense մի կերպ մեկ-մեկ ծուրերել բան հազիվ է բարձանում, բայց նկարեցին այս նկարները, որոնք ընդմիջման պահն է ու ընդմիջման պահն է։ Նրանց հետո բան եղավ օպերայի ազատության անկախության հրապարակում եղավ պատարակ Հարինգնա բանարեց Վազգեն առաջինը մերոն էր երբեցին
եփեցի մերոնի եփելու արարողություն կատարվեց ու կյանքը դժվարացավ հաճույք չերետներով եւ դժվար Սա որտեղ է? Բաղրամյան փողոցում հիմա այս հաց խանութի տեղը ուրիշ ավելի ճոխ սիրուն խանութ է, բայց սա բաներ ու շատ պատահական եղավ վերևից նկարեցինք ու այս բանը գնաց դրանից հետո շատ դրանից հետո արդեն եղավ թե սա Ղարաբաղի անկախության 90 թիվներ հա միջով սա որոնք ուզում էինք մեր եւ ճանաչումը եւ բանը Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոր Սարգսյանը եւ Ղարաբաղի երկու դեպուտատներ հացադուլ արեցին Մոսկվա հյուրանոցի համարներում նստած երկար մի ամիսի չափ կարծեմ բավականին արեցին այդ հացադուլը որոնք ստիպում էին որպեսզի կարողանան բանալ Հա 90 թվականի 14 սեպտեմբերի, այսինքն 90 թվականի մի տարի առաջվա, որոնք բողոքում էին անկախության պայքարելու համար էին անում իրանք։ Սա ինչ քարտեզ։ Չէ, սա Հայաստանի ծովիստով քարտեզներ, որը պատահական Վենեցիայում էին, սա Դովժերի պալատում է, որը կարծեմ ասում են օլիգարխների պալատ էլի, որտեղ շատ պատկերասրահ է, շատ սիրուն պատկերասրահ է Դելեգացիայի մեջ մենք նախագահան ու մենակ ինձ ժուրնալիստներն ես մտա հիմա սենյակից սենյակ եմ ասում որ չտեսես Հայաստան Արմենիա գրած անկախից ապարատը բարձրացնում մենք աշխատողները չթողեցին նկարել ասի չէ նկարել մենք ջնջեցի բայց ոնց կարա ես նկարը եւ սա ինչ շատ էր հետարքին նայելուց հետո որ Ադրբեջան գոյություն չուներ այն ժամանակ Սա եղել է Շիրվանի խանություն, ես ինչ եղել է այդ քարտեզի վրա կա Բաքուն կա, բայց Շիրվանա, հա։ Իսկ Արմենիան գալիս աստեղ իր ամբողջ Վանով այդ արքիրեր բան եղավ։ Մերոնի այդ արողություններ, այս ընտրությունները գնաց։ Հետո դրանից հետո Վանով սկսվեցին բանակցությունները Էդար Ալիևի հետ Երասխավանում առաջին մի երկու հանդիպում եղավ Երասխավանում վրան էին խփած գալիս էին ու այնտեղ բանակցություններ էին անում բաներ հանդիպումները սահմանի վրա էր հա եւ մի անգամ էլ եղավ հանդիպում սպիկեր պալատների որոնք եղան Իջևանի մենք ունենք այնտեղ մի հատ սիտակտուն սահմանի վրա այդտեղ հանդիպում եղավ որոնք բաներ բանակցություններ այն տենց Ալիևի հետ կապված ինչ որ մի պատմություն կա չէ որ նախագահի օրոք որ նկարել եք քայլելու ժամանակ որ մոտեցել է ձեզ բարևելու բան սա եղել է տղան հայրը չէ տղան նու ես այստեղ ափսոս բան չարեցի այդ նկարը հաղթանակի պարատներ Մոսկվայում Մեդվեդև բան ժամանակ էր իր լուսանկարիչը չկար։ Միրա պրոտոկոլի շեֆն ասում է Մարտին նկարի էլի ասում բան ասում եմ շեֆը չէ Քոչարյանի ժամանակ է ասում եմ շեֆը ստեն նստած է ոնց նկարը քեզ մենք ծիծաղ հետ ասի շատ ժուրնալիստ ես էլի ոնց կար բոլոր 70 երկրներից պրեզիդենտներ էին եկել ոնց չնկարես ման նկարեցի հետ արքիր էր եղավ 15 օր հետո Պրագայում այդ նկարները Պասպարտուներ կային հատիկ, որ մի նկարը դնում ես, հետո սենց անում ես ռամկա պեչի, մի անգամից ծալում ես հետևի մած, դնում ես բան անում, բայց իրա նկարիչն եկավ ասեց, Մարտին ասեց, ինքն ասել անձամբ քեզ շնորհակալություն հայտնի բան, ասում է, что за снимки, каждый индивидуальный альбом։ Ես էլ չեմ ուզում ասեմ, որ պասպարտու այդ ալբոմ չի, էլի։ Ասի կարող է ինքը չի ասել, հենց իրա դմբո նկարիչն ասում ինձ։ Բայց 2 տարի հետո մի հատ էլի տեղում ենք նկարում ենք Քոչարյանի ժամանակ էր, հա։ Մեկ էլ իրա նկարիչը բորմը թե Մարտին տեղ արա ես եկամ մտեղ նստեմ, ասի դե լավ էլի կտամ էլի ինչ ես ուզում է, տեղուց տեղ չկա էլի, արդեն շատ էինք խցկված ժուրնալիստները։ Ձենս ոլեսավ շուռ եկա մոտիկ, շատ բանա նախագահական այնքան մոտիկ տարածության մեջ ենք բոլորս, որ ոնց չխոսած լսվում է։ Եկավ
շնորհակալություն հայտնեց, ասեց շատ ուրախ եմ, ասի ես շատ ուրախ եմ, դուք ձեր նկարը չեք պատրի, Հայաստանը ձեր տան մեջ է, միշտ կնայեք ու քիշեք, որ հայ է ձեզ նկարել է, նկարը մենք ծիծաղած որ բան էր էլի, որովհետև դրանից հետո հետաքրքիր բաներ, ասեցի պապայի արխիվն էլ ունեմ, որը սովետական ժամանակ Զակավկազիայի բանը միշտ քարտուղարները շրջում էին տարբեր ռեսպուբլիկաներ գնում էին եւ հանդիպումներ եւ բան եւ այդպես եղավ Երևանում էլ գալիս էին գնում էին Մեծ Ալիևի մասին խոսքը նկարները ես պահում էի արեցի տվեցի զարմացել էր մեր դեպքը պատմեց մեր Սերժ Սարգսյանի մենեսոր նախագահին որ նկարիչը տվել է ասում եմ խաբար բզի գաս ես ծիծաղացինք անցավ գնաց բանա բայց արդեն տեսնելուց անդադ բարևում եմ դուս ա գալի շարքից դուս ա գալի բարևա բան անում առաջին կապորը զարմացել են չէ որ չէ հա եկավ պարոն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը հետ կանգնած պատի տակ կանգնած ենք ինքը սվիտայով անցնում է դուս եկավ իր այդ ախրանից եկավ բարևես գնաց նախագահն եկավ սպասում ենք մեր նախագահին մենք հա եկավ պարոն նախագահ Ալիևն եկավ Մարտինին բարևեց ինչ բարևեց ծիծաղացին ասում եմ Երանից վախում եք ես ցիջան վախում եմ որ վատ կնկարի դրա համար բանանում ես ծիծաղացին կանցակ իմիջիալոց մուսուլմանական ազգի մեջ կա որ մեծին հարգանքնել իրանց մոտ նույն դեպի օրինակ գոլի ֆուտբոլի խաղին գնացին ենք երևի 100-ից ավել ժուրնալիստ առաջի անգամա Հայաստանի նախագահան գնում է Թուրքիա ու այդ բոլորը ուզում են նկարեն որ բոլոր ժուրնալիստները կային ես առաջինը կայնած եմ արդեն շալակս են թռնում ես ընկնում եմ արդեն չեմ կարում գյուլը նայում է երեսից ծիծաղում է Երևանում թե Թուրքիայում ծիծաղում է մեկը մի մոմենտ մի երկու կադր նկարի ասի ես խեմ ինձ ջարդում ես 2 րոպե հետո նորից առանձին մոտիկանա եւ այդ մարդ չինելու իր նկարիչն ալեում հանգիստ կնկարեմ էլի այդ բրծավ հետո արդեն պիտի առանձնանայի խոսային նորից եկան բարևեցին հանգիստ նկարեցի այդ ժամանակ այդ որ նկարվեցի գտեղ եկավ ինքը բարևեց ես բռն դեր ասի մի հատ նկարվեք մտենց այդ նկարը արդեն այստեղ չքսեցի ես ուղակի չեմ էլ բանը որի պապկի մեջ էր մնաց է հետարքիր է էլի շատ են նկարները որ դժվար է բայց գիտեք ինչ է հետարքիր բաներ են որոնք այս անկախության տարիների հետարքիր ունեցող բաներ կային որոնք բաներ էլի նախագահների հետ որ շրջում ես անկախ իրանից ես օրինակ այս նկարը համարում էի լավ նկար էլի որտեվ նախ սա էլ դժվարությամբ եմ նկարել սա գնում են մամուլի ասուլիսին Սոչիում հա Իրա մամուլի քարտուղարին խնդրում եմ ասում իրանք ոդկով են գալու ասում հա միասին ասում հա ասում եմ ախրանա չինելու ասում չէ բայց մամուլի ասուլիսի շենքն նոր են բացել Սոչիում մի բանը դրված է տրիբունա այս կողքը մյուս են կամ ոնց նկարեց իրար հետ շատ մանր մանա դուս գալու ասի ինչ կլինի որ այդ պրախոդը նկարենք էլ ասում եմ там же ասում եմ невозможно хорошо снимать 2004 կամ 2005 թվական կարծեմ չէ սա ավելի ուշ երկրորդ մանի ժամանակ էր հա ու սա որ բանը ասեց ճիշտ է ասում մեր նկարիչին էլ ասա 4-ով նկարեցինք մեր օպերատորը իրան օպերատորը եւ մեր նկարիչը նախական հարց հատում են մտածում է ասում եւ մեր թերթերը ոչ մեկը սա չտպեց ես ուղարկեցի Երևան հետո եկա տեսնեմ Պուտինին ինչ են բաց թողում իրանք մի հատ ուրիշ նկարել բաց թողին եւ սա էլ որտեվ երկուսով եք նկարել ուրիշ մարդ չի նկարել ասի ոնց ես բաց թողում սա դու ասում եթե չբացեմ չեն տպի ուրիշ նկար որտեվ իրանք փուլի մեջ են եթե չեն թողում Associated France Press Reuters գան այդ ժամանակ իրանք պարտավոր են տան իրանց ոչի նկար հասկանում ես այսինքն միշտ Զակաշիկի բանով պիտի աշխատես պատվիրատուի մտածելակերպով ոչ թե քո ես միշտ նկարում եմ իմ նախագահան լավ լինի կապ չունի ես ուզում եմ լավ լինի ես Հայաստանից արդեն դրսում եք գիտեմ որ ես վատ ինֆորմացիա դուրս չեմ տալիս ինչի համար որովհետև պատերազմել եմ գնացել երկրաշարժել ամեն ինչ զգում ես որ
մի փոքր երկիր է, եթե ես էլ վատ բան ուղարկեմ, ինչ որ երկրում չկա վատ բան, որ ես միշտ ասում եմ, բոլոր երկրներում, մի օր Եվրոպայում Ստրասբուրգ բան փող հավաքող էին նկարում, մեկն ասում մարդիկ ես նկարում, ասում եմ, Երևանը մեկը նկարում է, սա զարմանում, նստել նկարեք, էլ ինչ տարբերություն։ Այստեղ էլ են փող հավաքում, երգում են, փող են ուզում, ինչ ա եղել, սրանք ավելի զարգացած փող են հավաքում, կա թե մենք։ Լսա։ Ուրիշ ինչ բան կա, որ լավ կլիներ, որ կարողանայի այդտեղ այդ արքիրեր ցած հանդիպում ալինում։ Օրինակ այս ծևի նկարը բաց թողել պետք է որոշապով համաձայնացնես։ Սա կոմունիստականի ժամանակ չի, բայց մտածում ես կարող է իրան դուրս չգա։ Ես սա հարցրեցի, ասում եմ, պարոն նախագահ, այս լավ նկար, ասեն ականջիդ բանը ասում են, ասեց չի ասի դեմքդ ուրիշ է։ Չի բան է էլի, ոչ թե կարող ասի սովորացնում է, բանը ասում։ Չի ասում, դեմքի արտահայտություն ու տենց փոխվեց։ Իսկ տեղ օրինակ հետարքիր է։ Այս նկարն էլ չեմ անում ինչի մամլոք հարտուղարան ժամանակ գրոմովներ շատ ունեն հարգում էր ինձ։ Թե շուտ է բոլորին դուսանեց մեկ ձեռը դրել է մեջքից թե որ շաստացը բան։ Այս մոմենտին նախագահան բան ասեց։ Մեդվեդևը արդեն ասեց ո։ Ասում եմ, այս կադրը վար չի ուներ էլի։ Սա մեծ երկրի նախագահան գովաբանում է նախագահին եւ սա գնում են վերջի մերոն էփելուն էջմիածինի վերջի մերոնի բանի ժամանակա։ Սա արդեն հետարքիր էր սա մեր Պադոհա պահակախումբն է, որը կանգնած սիրուն էր։ Ուղղակի դարա որ մասից հետևը կանգնած է կային մեր զորքը։ Այս նոր անկախություններ բան։ Թարապես կարելի է բացի քաղաքականությունից։ Բայց հիմնականում քաղաքականություն եք նկարել։ Չի ասում եք, այդ արանքում եմ գիրք եմ արել։ Անկախ Հայաստան եւ իմ Հայաստան գիրքն եմ արել, որը շատ հետաքրքիր է։ Սա անկախ Հայաստանն է։ Բանն է Հայաստանի մարզերն եմ արել, ասում եմ անկախ չէ, Հայաստանի մարզերը եւ իմ Հայաստանը։ Սիրուն Հայաստան, որտեղ ես միշտ վատ էի զգում, ասում եմ ինչի Հայաստանը դրսի համար ճիշտ չլուսավորվի, որ սիրուն Հայաստան ունենք, ման գալու համար եւ туриզմի համար, ու արեցի այդ Հայաստանի մարզերը գիրքը։ Այդ արքիր էր, որովհետեւ նախագահի հետ թռիչքն է սա, ինքնաթիռից եմ նկարում, այսինքն միշտ ապարատը ձեռքումս ես ուզեցել եմ, որ կատարեմ։ Երբևէ եղել է, որ կադրը բաց թողնեք, ասենք ապարատը հետը չլինի։ Դա կյանքումս մի անգամ եղել եւ ափսոսացել եմ, կնոջս եմ լսել դրա համար այդ անգամ չպետք է։ Իլ 18-ը թռնում էր Սևանի վրայով, Կիև էի գնում։ Տափակ ապարատ ունեի, որ դնում էի գրպանս, հետսման էի տալի իսկրա եւ 6.6 էր ժապավենը։ Ես այսքան թռել եմ, չեմ տեսել, Սևանը մաքուր ու Մասիսը բարձր երևում է։ Մի կադրի մեջ, համ Մասիսը, համ Սևանը, կղզիով բանը։ Ասի ես ոնց լսեցի այդ կադրը, ու միջով եւ անցել արդեն 40 տարի, 50 տարի, ես միշտ երեսով եմ տալի։ Այստեղ պիտի հիշել, որ կնոջը միշտ պիտի հիշել եւ լսել եւ անել հակառակը, հակառակը պիտի անել։ Որ ասել էր ապարատը պետք չի ուրեմն հաստատ։ Լինում է դեպքեր, օրինակ, բանա շատ հետաքրքիր դեպքեր կան, որոնք չես կարողանում։ Հետաքրքիր պատմություն ունեցող նկարներ ինչ է անեք հա կամ գիտեք ինչ կա այստեղ եթե ու չեմ ուզում շեղվեմ այսօրվա անկախության թեմայից էլ հետաքրքիր բան կա որովհետև դրանից հետո կյանքը Հայաստանը զարգացավ ես միշտ շրջանում բավականին ծանր է եւ Ղարաբաղում եւ մեզ մոտ մի օրինակ ծրագիր ունեի որպեսզի անեի Ղարաբաղի 3 եւ այսօր Երեկվա նկարները քանդված Ղարաբաղը ռմբակոծված շենքեր, մարդիկ ամաններով ջուր են կրում, էշերի վրա դրած կրում են, նասիլկով են ջուր տանում, բանանում, այսօր Ղարաբաղ մտնում ես արդեն ուրիշ քաղաք է, ուրիշ տեսակ, ոնց որ նորմալ զարգացած նորմալ քաղաք լինի, նույնը Երևանում էր վատ, եւ մենք ես չեմ անում ինչի, այդ տարիների, այդ թվականների նկարներից ինչ կա։ Ես սա անկախությունից
անկախության ժամանակ, անկախության օրերի ուրախությունն է, Բլեյանն է, Վիծյանը, որոնք ուրախանում էին, ապարում էին։ Օպերայի հրապարակում երեկոյան կողմն է։ Համաքվեի օրն է, որը արդեն անցավ, հաղթել ենք։ Սա այդ ուրախությունն է։ Ագարդյոնով, բանով ուրախանում են։ Սա առաջի գրադներ, որ ադրբեջանցիք խմեցին Գորիսում, սա օպերացիա Կալցովի ժամանակ շուրնող Ղափան ճանապարհիներ 90-ականների սկզբին մինչև 94 թվականը, մինչև 94 թվականը շարունակվում էր ու մաներ, օրինակ Ղարաբաղ գոսպիտալում, հա, գոսպիտալին է մարդիկ ցուցակներ էին կպցնում, որպեսզի իմանային ովքեր են հիվանդանոց եկած, վիճակը շատ հավոր։ Սա Ագրամի վերջի բոյի ժամանակ էր, ուղղակի գնացինք, իրանք ցուցադրում են, թե ինչ զենքերով էին մեզ կրակում։ Պակիստանի զորքը կար ուրիշ տեղ երկրների տարբեր, որ Ադրբեջանի կողմից գրաված այդ զենքերն էր։ Հա, դրանից հետո ավելի սարսափ բան էր, որ դժվար էր, ինչ ասեմ։ Դրանից հետո հայերի գաղթ եղավ Ադրբեջանից։ Ռուսաստանը կարողացավ օգնել, գոնե պարոմներով բանով եկան։ Պահպանվել են։ Պահպանվել է, պարոմներով եկան Վան, Կրասնավոցք, Կրասնավոցքում, Կրասնավոչչասլիվը Պուտի, մեր բեժենցիներն են, երկաթգծով, սա նավն արդեն, իշտում են, Սավետսկի Նախճիվանով բերեցին, Կրասնավոցքում միջացրեցին այս մեր, և ցավը գիտես որն է, որ նույն նավով գալիս էին ենթադրենք Ադրբեջանի հարուստ, նա 3 ճանապարհ էր, Մոսկվա, Միջինասիա եւ Երևան։ Ըստ ցանկությամբ բան էին անում, ինքնաթիռներով, բանով տեղափոխում էին։ Ես էլ եմ եկել որպես բեժենցի, քանի որ ինչ չէին բերում հետ։ Պատահական առաջի ռեսն եկավ նրանով հետ, գնացի ես Կրասնավոցք։ Հիմի հետ եմ ուզում գամ, ասում եմ только բեժենցով։ Լավ, ասես գնացի օջերդ կայնա ուրիշի մոտ։ Կայնա ասես Բաքվի հասեց, ասում մտածեցի, որ 26 կոմիսարների փողոց կլինի, էլի։ Ասյուլից 26 կոմիսար արդեն տան հասես, ասի 21 դրոպացին կվարձիրը ձևի, եւ որ չմոռանամ։ Ասեց կակուի ստորոնը, մտածի ասյուլուչի Երևան։ Սուս եկալի տալն եք այդ ուխտը ֆեջատած, որ ինչ-որ մի կա, չեմ կարող մի գտնեմ նրա բեժենցի, որ եկա Մովսեսյաններ են ժամանակ այդ բեժենցիներով զբաղվում, ասես դու 10 ռուբլեր, թե ինչքան էի փող էին տալու, դեն ժամանակ երևի էդի մեծ էր, ասի իշտամ թոմնա պատմություն որպես բեժենցի եմ։ Երկրաշարժն են կարել շատ մեծ, շատ երկրաշարժը, սրանք ծեծված բժիշկներն էին, որոնք Շուշիում մի կերպ ազատեցինք։ Շարժումը շարժման տարիներն էր։ Դա Սումգայիթից հետո էր, որ ան եղավ։ Մի քիչ խառնանք էր շարժման նավից գալնա, իջնելը ամեն դեպքում, բայց տվյալ ռեսպուբլիկան կազմակերպած էր նորմալ։ Կրասնավոցքում եւ շտաբօգնությունը եւ զինվորականները, բաները բոլորը օգնում էին իջնելու եւ նույն տեղից ավտոբուսներով այրոպորտ էին տանում կամ կայարան, ան ճանապարհ էին դնում այդ իրանց ուզած տեղերը։ Հռչակագրի այն հայտնի լուսանկարը ցերնել է։ Որը հռչակագրի օգոստոս 23-ի։ Չեմ ես կարողանում էդ էլ հիշել որն է։ Բան ա եղել։ Իսկ այս տարիների ընթացքում 90-ականներից մի քիչ հետևում կանք, ինչ բան կա, որ հիշողության մեջ տպավորվել է լուսանկարներ։ Ես ձեզ ասեմ, արդեն այս բանակցային գոտիներ, որ անընդհատ իսկ գնում ես, աղցի ծաղում էին, ճանաչում էին։ Այդ բանակցային գործընթացը մի օր բան ասեմ, որը չեմ ուզում ասեմ անունը, որովհետև այդ մարդը գործող մարդը Ամերիկայում է, ասի լսի, ես ուզում եմ թոշակի գնամ, էլ չեմ կարում, էլի 72 տարեկան եմ, եթե շուտ արնելու, ես ուզում եմ վերջի ստորագրությունը ես նկարեմ,
ասեց sense նայեց երեսից ռուսերեն լավ գիտի sense այս չէ կարաս հանգիստ գնաս մարտոշակի իրոք գիտեն որ շտան այսինքն որ ուշ կլինի բայց ինձ թվում է որ դի արագ լինի որովհետև քանի գնամ ամբողջ աշխարհում հանգում են եզրակացության որ ժողովրդի ինքնորոշումը ամենաճիշտ ձևն է եւ նա արդեն ինքնորոշել է վաղուց Ղարաբաղը ինչի համար բոլոր նախագահների ժամանակ աշխատել հա աշխատել ենք հա երրորդ չորրորդ հինգերորդ այսինքն նստաներով եւ ընտրաշավով բանը հետաքրքիրն է որ ես նկարելուց չեմ լսում ինչ է խոսում որ նկարում եմ ես կենտրոնանում եմ նկարից վրա որ լավ նկար լինի որ դուս եմ գալու նա գրող ժուրնալիստ ասում ինչ ասեց ասում եմ երթվում եմ ոչ թե գախնիկ է այլ չեմ լսել հետո մեր ժամանակ որ մենք ներկա ենք գնում ձեզ հետաքրքիր բան չկա խոսակցություն բայց չես լսում որտեղ բանա որտեղ քո նպատակը լսելը չի քո նպատակն է նկարելը լավ նկար ունենաս հետեւաբար չես կարող լսել ինչ է ասում հետաքրքիր ինչ է որ ճիշտ է այս մեր իշխանությունը բոլոր գործիչները տարբեր ժամանակներում էլի իշխանության մեջ եղել են, բայց երբ որ իշխանություն փոխվել է, նախագահ փոխվել է, ամբողջ այդ կազմն էլ փոխվել է։ Բայց էլի իրանք են։ Բայց դուք ես իրանք զարմանում են դրսի մարդիկ, որտեղ միշտ որ եթե հա որ գնում է մյուսը պիտի չմնա այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումները մենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ես Armenpress եմ եղել այսինքն այն ժամանակ չունեինք անձնական լուսանկարիչ նախագահություն հա ու հարցը գիտես ոնց չէ ես ճիշտն ասեմ բոլորը խուսափում էին պաշտպան նկարը որովհետև նկարը անհաջող եւ չունենալու դեպքում արդեն դու ես պատասխան տալիս դա համար ասում են պատասխանատվությունը մեծ է հետո գիտես ինչ հոնորարել չունես նկարում ես այսինքն դու սա գալիս որ գլուխը դնում ես ցավանքի տակ նո տենց ես դրել եմ էլի մի անգամ մեկն ասեց ինչ է քեզ ստիպում են պատերազմ նկարել ասում եմ չէ բայց ասեց ինչ ես գնում ասում եմ արա մեկը պիտի նկարեր ես պարտադիրս արել եմ տղեկ ունեմ թորներ ունեմ այսօր էլ ծոր ունեմ արդեն ինչ ես ասում ասի բավ է տեն ջայլ տղեն գնա մանա էլի նախագահի ժամանակ Armenpress-ում աշխատում ենք ու բայց միշտ եղել է ես եմ գնացել շատ քիչ եղել որ մյուսները որովհետեւ տեսեք ժապավենով նկարում ես լվանում ես պիտի տպես հետո էդի ուղարկեց Երևան ֆոտոհեռագրով դժվար է նախագահի ժամանակ արդեն երկրորդ 2001 թվականից Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն շտատով աշխատեցինք Վայ Գաբրիելյանը մամլոքարտուղարներ էլի համոզեց որտեղ իրանք նկարվել չէին սիրում ես ասեմ հետո բայց կար ժամանակամիջոցում սիրեց եւ ունեցավ լավ նկարներ երրորդ ժամանակ արդեն ինքնիքա որ մնում ես երրորդը ինձ թվում է պիտի գոհալն որ դու մնում ես չես գնացել Սայնագրելու գրելու բան չի այսինքն եթե իրա մարդն ես պիտի գնաս եթե դու կայուն պետականամետ ես մնում ես հասկանում ես սա է խնդիրը ինձ մոտ եղել է ես միշտ իմ նախագահ Նովոզմանը պիտի լավ նկարվի սիրուն նկարվի ճիշտ բանը սա է ամբողջ տարիների ընթացքում 91 թվականից մինչև այսօր անընդհատ այդ վավերագրությունը հավաքվել է տպավորություն ինչ է գույների տրամադրությունների առումով ավելի շատ հաջողություն են ունեցել ավելի շատ դժվար ու ես միշտ ասել եմ որ լավ է լինելու ինձ ասում են այնտեղ ես աշխատում դրա համար ասում եմ չէ ես հաղթի տարբերությունն եմ զգում դուք ասի տարբերությունը չեք զգում 8 օրերից եւ այսօր թե ասում եմ պիտի լիներ ասում եմ ոնց պիտի լիներ ինչ արագությամբ պիտի լիներ հասկանում եք մենք մի 20 տարվա երկիր ենք կառուցում մոռացեք են կառուցածը ունենք հա ապրելատեղ տուն բան կար հա բայց ոչ ապրելակերպի փոխվեց ոնց որ փոխվեց ինֆորմացիայի ոճը այն ժամանակ ինֆորմացիան ուրիշ էր այսօրվա ինֆորմացիան ուրիշ է այսօրվա ինֆորմացիան բլոկը լրիվ ալձևի մատուցում այն ժամանակ դի ինֆորմացիան ինչ որ հետարքի բանել էր որը հասունել էր որ բոլորի համար եւ մի անգամ մի հատ նախագահ ասել давайте ասես պայթում нам духовный пищу для журналистов или чтобы могли писать ես զարմացել եմ տեսնի բանա пищу дадим журналистов այսինքն մամուլի ասելիս տանք էլի
որ բան ունենան գրելու ժուրնալիստները։ Եթե չասեն իրանք ինչ են գրելու, չէ՞, ոչ մի բան։ Մի օր մի հատ մեր ժուրնալիստներից մեկն ասեց, Գերմանիայի մենք երկու նախագահներն են նույն մեքենայով եք, նույն մարկայի մեքենայով են գալիս, ասեց Մարտին, ինչ մեքենայով եկավ Ալևը, ասին անը ոնց որ լիմուզին էր, ինչ էր, ասեց մեր ինչ է, մերը սովորական ասեց ինչ Վոլգայից մեծ մաշինա էր։ Ասեց ոնց, հա բա ասում եմ, տենց էր, ինձ ան։ Հեմիսա ուզմա գրի։ Շուրեկա ջախ չի ասեմ, մաշինիկի ճանաչում ես, չէ, բան չես հարցնում ին վրա հիմք կրտունելով գրում, այսինքն ինֆորմացիա սխալ է գնում։ Ու զարմանալի բան է, տենց այսօր ինֆորմացիան 23, 24, 25 տարեկան ինձ համար երեխեք են, որոնք ինֆորմացիան առանց ստուգելու բաց են թողում եւ դնում են սայթերում։ Դες դեպք եղավ, որը ես մահացել եմ իմ թաղման վանատում, ես ծիծաղացի չէ, ամենաշատ Վիգեն Սարգսյանը կարդաց ինձ, չեմ կարող հասկանալ, ասեցես որտե՞ց եմ եկալ եկես ակրեցին։ Ասում եմ եկալ, ասում շուտ ասա հանեն, մերին ասեց շուտ ասա հանեն։ Նայել ասում է իսկական իշի մեռել։ Բան այսինքն վերցրել է մի տեղից չափազանցած որնա մի հատ ուսանող դնում է Facebook-ում, որ իմ դասախոսս մահացավ, այն մապի Շահբազյանը, որ օպերատոր Պեպո կինոն էր նկարել, նա էլ չէր մահացել, կոմայի մեջ էր։ Ու սա որ կարդում է ինքը ինչ ճանաչում է։ Ասում է վայ մեր Մարտինն է։ Ու մի անգամ ծառած կարդալ իմ կենսագրություն ճարը դնում է։ Դրա համար բանա։ Այդ արքերը գիտեք ինչա։ Այս ընթացքում լուսանկարներից կան, որ այսպես առանձնացնում եք, ասում եք, այս ամենահիշարժանն է կամ ամենահիշարժաններն են։ Գիտեք, որ նա որտեղ ես դու ուրախանում կյանքում, որ լավ նկար ես անում։ Ուրախանում ես այդ օրը հաջողությանը, լավ կադրը։ Եթե չես կարող այդ կադրը բռնել, այդ ժամանակ ոնես եմ, տխրում ես գալիս, ես տուն ասում ես ոնց չկարծի այդ մոմենտը բռնացնեի։ Ծանրալում։ Բայց որ եթե բան ալնում, միշտ էլ օրինակ ուրախ ես ալնում, որ ունես։ Օրինակ հետարքի Սպարտակի բեմադրության ժամանակ ես մի կադր չխացեցի, բայց ինչ կադր։ Սա Սպարտակի թռիչքն է, որ ասում եմ բռնացրեցի էլ, որտեղ այդ պահը վարկյանի ական ուշանես, շուտանես չի ստացվում էլի։ Ասի ուրեմն չէ, հələ ֆորմի մեջ եմ։ Մեր տղաներից մեկն ավելի շատ քաղաքական գործիչներ եք նկարել։ Ես ասեմ, ինձ ավելի շատ ես ձեզ ասեմ, ինձ կյանքը մի օր ասեց մեկին sense Արարատ էի նվիրում։ Սա Photoshop-ով է, որ ջրի մեջ ատաշում ասեց դու նոյի վախտել ես նկար։ Ծիծաղացինք ու բնությունն է։ Իմ համար բնությունը շատ ուրիշ է։ Sense նայում ես ինձ մեկն ասեց Աբարանի ջրամբարն է, ասեց մարդու մի ասելի, թող sense կուսական մնա, թե չէ որ տենան որ ընդեղ է գանես է ամեն մեկը տուն կսարի, այս կուսականությունը շատ ճիշտ է, վերտալյոտով էի նկարում, նայում ես, ասում ես ինչ լավ։ Այս գրքի մեջ Արագածոտի մարզ ուզում էի վերջացնել Յախուշտա պարով։ Դաշտադեմը, որը Ժանգահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր վերակառուցել, ակունք խումբը եկա խնդրեցի, ասեցին առանց որեցի բանի գգանք։ Ասեց նկարները կտաս, ու ակունք խմբին բերեցի, ստեղ նկարեցի ու ես Յախուշտապարն էլ դրեցի։ Ես Յախուշտապարով երևի ավարտենք մեր զրույցը։ Ինչպես ես մտածում էի, որ առանձին կխոսենք անկախության եւ այդ շրջանի լուսանկարների մասին, մեր զրույցը մի քիչ այսպես ստացվեց ավելի մասին, ավելի ընդհանրացած, բայց մտածում եմ միգուցե արժի այս ամեն ինչը համակարգել եւ առանձինպես ունեք Հայաստանի մարզերը, չգիտեմ, Իմ Հայաստանը կա, Խաչքարեր կա։ Հայաստանը սենց Հայաստան չես տեսել ոչ մեկը։ Սենց Հայաստանի սարեր չեք տեսել։ Թռնես վերևով տեսնես կամ իջնես ներքև։ Ոնց որ ասում ես բաներից։ Սա Հայաստանն է։ Սա Հայաստանն է։ Սա ողջի գետն է, որ սենց վարար երբեք չես տեսնում։ Միշտ գնում ես քիչ ա լինում, չէ՞։ Սա Խոսովի անտառում է։ Հետաքրքիր գիտեք որն է, որ ասում եք միշտ քաղաքականություն ես նկարում, չէ՞, սա էլ է քաղաքականություն։ Ինչն է պահը, որ վարկյանի տակ պիտի նկարես։ Եթե չնկարես մի վարկյան հետո քամի տալիս, սա բոլոր արդեն։ Սա Սոչիումը բանակցությունից հետո դուրս եմ եկել, սա եմ տեսել։ Ու սա նկարել եմ չեմ անտեսել։ Այսինքն սիրունը միշտ գրավել է ինձ։ Ու
Մի վարքյան հետո արդեն մի վարքյան հետո չկար, դե մի հատ թեթև քամի խփեց, աղ գնացավ, բոլորը ծիծաղացի, ասին, «Всё, он уже купилась этот կադր»։ Շնորհակալ եմ։ Այսքան է, սա երկրի հարցը ծրագիրն էր, այսօր ես զրուցում էի լուսանկարիչ, վաստակավոր լրագրող Մարտին Շահբազյանի հետ։ Լավ մնացեք։